Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Հույսի թելեր նվիրված ցեղասպանությունից փրկված կնանոցը Բաքու հակաիրանական ցույցեր Արցախահղեցը կապած ակտիվիստների կողմից։ Քանի դեռ ժառանգություն չկա, վերադարձել չի ինյական Աննա Հես Սարգսյան։ ՄԻՊ-ը Արցախատեղահանվածների խնդիրների արձագանքման մասին անհետ կորածներին հարազատներ շարունակում են Բաղրամյանը կապած պահելը ինքնիշխանության իրավական հիմնավորում ու ազգադավության հետևանքն են։ Բաքուն կրակապեցրալ ներքին հանդի ուղղությունավը վնասվալատոն։ Լեհ պատգամավորն են հարգանքի տուրքը մատուցած ցեղասպանության զոհերին։ Լոս Անջելեսի Տեոքմեջյան կենտրոնում պետսվալա հույսի թիլեր ցուցահանդեսը նվիրված հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը վերապրած հայ կնանոց ասեղնագործության արվեստին։ Ցուցադրվալն ավելի քան 250 նմուշն է Մարաշա, Ուրֆայից ու այլ վայրերա, որպես հիշողության, դիմադրության ու ինքնության խորհրդանիշ։ Միջոցառումը կազմակերպվալա Արարատ Էսկիջյան թանգարանի ու գործընկերների կողմից։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանի Caspian Frontiers տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք Բաքվում ակտիվիստ ներկայացնողների մի խումբ վերս սաղ թելերավ փոխկապակցվածա իշխանական ֆոնդերի հետ դույս եկալ ցույցի աջակցություն Իսրայելի։ Տեսահոլովակում լսում աթահունցա ցուցարարների ամինը Իրանը հասցեին հնչեցնում ահաբեկչական պետությունը մոլաների ռեժիմ արտահայտությունը, սրանք պատկանում են N նույն խմբին, վերը Բաքվի իշխանությունների ցուցումը 2022 թվականի դեկտեմբերին կապալա Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը ներկայացնել այդ գործողությունը որպես էկո-ակտիվիստների նախաձեռնություն։ Փաստորեն Բաքվում Իսրայելի սիոնիստական ռեժիմին սպասարկող քաղաքական վերնախավը օնևեջ այնքան հնարավորություն է ու տելևիզիոնի վեր գոնե տարբեր խնդիրների դեպքում տարբեր ցուցարարներ պինիցն է տարբեր տեղերում վեշթանույնին։ Աննա Հես Սարգսյանը կապանծնված ու Շվեյցարիա ապրող խաղաղության ու բանակցային գործընթացների փորձագետագործ ԵԱՀԿ-ի ու միջազգային կառույցներում մասնակցալա Բեռնում կայացած երկու միջոցառումներին Արցախին ու հայկական մշակութային ժառանգությանը նվիրված։ Հյուրանոցելավ այս միջոցառումներն կարևոր են, որովհետև սոր շատերը Արցախը համարում են կապված հարց, այդ թվում Բաքուն արևելյան Հայաստանի կառավարությունը։ Հես Սարգսյանը հատկապես կարևորում է մշակութային ժառանգության պահպանումը, ինչը իրան կարծիքով արդեն անվտանգության ինքնության հարց է։ Բաքուն վեշտ հաղորդակի ոչնչացնում, այլ նենգափոխում հայկական մշակույթը փորձել է վերացնել հայկական ներկայության փաստերը Արցախում։ Ընդգծմավեր Բեռնի միջոցառումն կարևորն էլ ոչ միայն ակադեմիական, այլ նաև բարոյական առումով հարցը միջազգային մակարդակով տեսանելի պահելի հետի։ Միաժամանակ նշում ավեր Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացակայությունը միջոցառումը հստակ քաղաքական ուղեր ձայլել։ Հես Սարգսյանի նսելավը խնդիրը պետք է, եթե հայկական անկյունը շարունակե նախաձեռնողական լինել միջազգային հարթակներում հիշեցնելով Արցախի իրավունքի ու ժառանգության մասին։ Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրը եւս մի հատ առիթ է հիշեցնելի փախստականների ու տեղահանվածների իրավունքների պաշտպանության կարևորության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքում փախստականների, ապաստան հայցողների ու տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ոլորտային վերլուծությունների զեկույցների ու միջազգային համագործակցության միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես ուշադրություն է դարձնում Արցախաբռնի տեղահանվածների հիմնախնդիրներին, կոչնել է վերականգնել խախտված իրավունքներն։ 2023 թվականի իրադարձությունն վերհանգեցրան Արցախ հայ բնակչության տեղահանմանը ստեղծան լուրջ մարդասիրական ճգնաժամ։ Մարդու իրավունքների պաշտպանությունը հորդորում է պետական ու հասարակական կառույցներին համատեղ ուժերով ապահովել տեղահանվածներին արժանապատիվ ու ապահով կյանքը։ Անհետ կորածների հարազատներն շարունակում են կապ պահելը Բաղրամյան պողոտան, իրանք պահանջում են հանցվերամահացը նախկին տնօրեն Արմեն Աբազյանը վերականգնվել պաշտոնում կամ նոր պաշտոնատարը հանդիպի իրանց հետ հավաստիացնել ավեր իրանց որդիների հարցերով զբաղվող հանձնաժողովը շարունակելու են նույն տեմպով գործանելը։ Մեր պահանջը նույնն է, մենք ուզում ենք գիտենք հովա Աբազյանից հետո զբաղվելու մեր խոխորձը հարցերով, թող կասե եսում, կյա ծանոթանանք, քինանք մեր տները, կամինը թող կասե ի պաշտոներ, դեռ ոչ ոք չկա, հասկանանք մեր անելիքներն, ասում իրանք։ 1991 թվականին Արցախի անկախությունը հռչակախ ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ու 99.89% քվեարկան հօգուտ անկախության հիմնվելավ ինքնորոշման միջազգային իրավունքների իրան։ Բայց արևելյան Հայաստանի իշխանությունն երբեք լիարժեք օգտվել չնես իրավական հիմքան։ Վերջին հայտարարությունն վերում Արցախի մասին խոսում որպես բեռի վիրավորումն ու շարժման ժառանգություն ու իրավական սկզբունքն են։ Ժողովուրդը խոսալ է յուրան որոշումը նամա լեգիտիմ։ Հունիսի 20-ին ժամը 8-ից 9 ընկած ժամանակահատվածում Բաքվի զուգստորաբաժանումն են կրակմպեցրած Սյունիքա մարզի ներքին հենդ բնակավայրին ուղղությունով հինչին դերդան վնասվալա բնակելի տոն։ Դժասնեք անվեճ ադրբեջանական անկյունին կոչ ընկանում հետաքննել ներքին հենդի բնակելի տան գնդակոծման փաստը ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Լեհաստան Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիեդժիչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Քեցալա Ծիծեռնակաբերդ հաղորդամալիր։ Հյուրերը ծաղկեպսակ ընտիրել հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներին խոնարհալ անմար կրակին կողքին ու լռությամբ ու խոնարհումով հարգալ Սուրբ նահատակներին հիշատակը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։